Այսօր լրանում է Իրան, ԱՄՆ, Իսրայել այս բախման, հա, թերևս չհայտարարված պատերազմի 10-րդ օրը։ Նախագահ Թրամփը վերջին իր ճեպազրույցում ասել է, որ պատերազմը իր համար կարելի ասել համարյա թե ավարտված է կամ շուտով կավարտվի, բայց հստակ չի նշել, թե երբ կավարտվի, ինչ ելք կունենա, իրենք արդյոք հասել են իրենց նպատակներին, թե ոչ, չնայած նրան, որ Հեքսեթը ասել էր, թե իբր երկար ժամանակ դեռ կգնա պատերազմը, մյուս կողմից էլ Իրանն է ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Իրանի հետ որևէ Ամերիկայի հետ որևէ բանակցություններ չեն լինի, բանակցելու որևէ բան չկա։ Հիմա ձեզ այս 10 օրերը աչքի տակ ունենալով ուժային բալանսը որ երկրի կողմից է։ Այսինքն հիմա այս պահին դժվար է ասել ով է ավելի շատ այդպես ասած բարձր դիրքում գտնվում, որտեղ կողմերը ամեն դեպքում հարձակումներ իրականացնում են, ինչպես եթե հետևում եք լուրերին, գիտեք Թեհրանը շարունակաբար Թեհրան եւ Իրանի տարբեր քաղաքները շարունակաբար յուրաքանչյուր առավոտյան ուժեղ եւ ծանր հարձակումների թիրախում են հայտնվում, բայց միևնույն ժամանակ Իրանի կողմից են նաև հարձակումներն իրականացում, հիմնականում դեպի արաբական երկրներ, Պարսից ծոցի շրջակա երկրներ, որտեղ Միացյալ Նահանգների ռազմաբազաներ այնտեղ տեղակայված։ Իրանը այդպես հայտարարությունների համաձայն թիրախավորում է այդ ռազմաբազաները եւ այնտեղ, որտեղ կան, ասենք, Միացյալ Նահանգների ռազմուժը։ Անկեղծ ասած, այդ ռազմական փորձագետ չեմ, չգիտեմ հիմա ում պաշարներն ավելի շատ ռազմական առումով եւ ով կարող է որ կողմերից որ մեկը կարող է ավելի երկար ժամանակ դիմակայել, բայց մի բանը շատ հստակ է, որ այսինքն Իրանի հիմնականում պահեստները թիրախավորել է, այսինքն Միացյալ Նահանգները, եթե Թրամփն ասում է, որ իր նպատակներին հասել է, հիմնական նպատակներից մեկը Իրանի հրթիռային կարողության ոչնչացումն էր։ Ես կարծում եմ խոշոր տոկոսով կարողացել են դրան հասնել, որտեղ մի մասը արդեն ուղղակիորեն հարվածի տակ է առնել, մի մասը Իրան արդեն իսկ օգտագործել է դրանք արաբական երկրների կողմը ուղղելով Թե ինչքան կա դեռ պահեստների մեջ դժվարանում եմ ասել, բայց օրինակ Իրանը երեք հայտարարեց, որ հիմա արդեն անցնում է ավելի ծանր մարտագլխիկներով, մի քանի տոննա կշռող մարտագլխիկներով զինամթերքի օգտագործմանը։ Հիմա պիտի տես երեք ինչ որ հարձակում էլ եղավ, բայց հիմա ինչքան ունի նման զենքեր եւ ինչքան կարող է շարունակել, կարծում եմ պիտի մի քիչ սպասենք, տեսնենք արդյոք դա սոզ քաղաքնություն է, թե իրականություն է։ Տնտեսական առումով Միացյալ Նահանգների համար ծանր է նստում ամեն դեպքում այս պատերազմը, որոշ տվյալներով շուրջ 6 միլիարդ դոլարի արդեն ծախսվել է, միլիարդ դոլար է ծախսվել այս պատերազմի համար, բայց եթե կարողության նկատի առնենք ամեն դեպքում բոլորս հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների տնտեսական կարողությունը հայմատերի չի, այսինքն Իրանի հետ ավելի բնականաբար ունի տնտեսական առումով պատերազմը երկարաձգելու եւ պահելու հնարավորություն, հատկապես որ Իրանը վերջի շրջանում խիստ պատժամիջոցների տակ է եղել, այդպես ասած ֆինանսական առումով լուրջ խնդիրներ ա ունեցել։ Դրանք բոլորը մի քիչ բարդացնում են կանխատեսում անելը, որ իրականության մեջ ինչ պետք է տեղի ունենա։ Հիմնականում Միացյալ Նահանգները 4 նպատակ էր այն սկզբնական շրջանում, երբ սկսեց պատերազմը շարունի շուրջ 10 օր առաջ, 4 հիմնական նպատակ հայտարարեցին՝ հրթիռային կարողության ոչնչացումներ, միջուկային կարողության ոչնչացումներ, ներկայացչական ուժերի, այդպես ասած Իրանի սանձումներ եւ Իրանի ժողովրդյան, եթե չեմ սխալվում, ժողովրդավարության հետ կապված հարցեր են։ Իշխանափոխություն ընդհանրապես այդ 4 նպատակների մեջ հստակ չկար, այսինքն սկզբնական փուլում։ Եթե ուզենանք նայենք այդ նպատակներից, կարծում եմ միջուկային առումով բավական թիրախներ արդեն 12-օրյա պատերազմում էլ եղել էր, հիմա էլ մոտավորապես որոշ առումներով տեղի ունեցել այդ թիրախավորումները, հրթիռային կարողության կապակցությամբ այդ հարձակումները եւ թիրախավորումը կա։ Մյուս նպատակները ո՞վ պիտի տեսնենք որքան կարող է հասնել, բայց վերջի շրջանում մի տեսակ կարծես այդ նպատակները 4-ը երկրորդ պլան են մղվել եւ հիմնականում իշխանափոխության այդպես ասած նպատակն է սկսվել շարունակաբար ընդգծվել, հատկապես առաջին օրը երբ թիրախավորեցին երկրի հոգևոր առաջնորդին, արդեն նպատակը պարզ էր, որ նպատակ ունեն գլխատել երկիրը եւ այդպես ասած այդ միջոցով իրականություն դարձնել։ Դրան հասան, հիմա սկզբնական փուլում այդ օրը այդ բունկերի մեջ բավական մարդիկ են եղել, որոնց անունները մենք դեռ չգիտենք իրականում, որից այդպես հստակ հայտարարություն չի կատարել։ Որոշակի անունները հայտնի դարձավ, որոնք զոհվել են այդ ուրեմն այդ սենյակու այդտեղ եղել են հոգևոր առաջնորդի հետ, բայց թե դեռ ինչպիսի կորուստ է Իրանը կրել, այդքան էլ հայտնի չի։ Հիմնական գլխավոր դեմքերից մի քանիսին ենք մենք տեսել հեռուստաէկրաններին մինչև այսօր։ Իրանի նախագահն է եղել Փեզեշյանն է երևացել, դատական իշխանության ղեկավար Էժեին է երևացել էկրաններին, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ղալիբաֆիցը տեսահոլություններ հրապարակվել, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Լարիջանին է խոսացել եւ արտաքին գործերի նախարար Էրաղչին, այսինքն առաջի մակարդակի պաշտոնատարներից նայենք, հիմնականում նրանք են եղել, թե մյուսների ճակատագիրը ինչպես է, մի տեսակ այս պահին
անորոշ է մնում։ Բայց ես կարծում եմ հիմա շատ էլ չպիտի հավատալ Թրամփի հայտարարությանը, մի օր ասում է արդեն իսկ ավարտվել է, մի օր ասում է դեռ տևել շարունակվելու է։ Կարծում եմ իրենք որոշակի նպատակներ ունեն, որոնց պետք է հասնեն եւ դրանց հասնելու են եւ հիմնականում առաջին նպատակը դրանք էր, որ ասեցի, բայց մի խոշոր նպատակ իրենք ամեն դեպքում Իրանում իշխանափոխություն իրականացնելու այդ նպատակը շատ հստակ է, որ իրենք հետապնդում են, քանի որ վերջին օրերին ուրեմն բացի այդ հրթիռային, միջուկային եւ նման թիրախներ, որ եղել է, քաղաքներում, եթե այդ հարձակումները, որ ամենօրյա կերպով իրականացվում են, հիմա շատ հայկական, այդպես ասած, լրատվամիջոցներում դա չի արձակվում, բայց հիմնականում իրավապահ ուժերն են թիրախավորվում, աշխարհազորային ուժերի կայաններն են, իսլամական պահակազորի կայաններն են, որոնք քաղաքներում տեղակայված են, նրանք են թիրախավորվում եւ այդ կենտրոնները այն կենտրոններն են, որ նախ վերջին մեկ ամիս առաջ, մոտավորապես 2 ամիս առաջ անհանդարտությունները, որ տեղի ունեցան Թեհրանում եւ մյուս քաղաքներում, հիմնականում այդ կենտրոններից էր, որ ժողովրդի վրա կրակ էր բացվել, այսինքն այդ կենտրոնները կարողանում են ժողովրդային բողոքներ, այդպես ասած, սանձեր եւ վերահսկողություն իրականացնել։ Հիմա նպատակաուղղված կերպով այդ կենտրոնները վերացվում են։ Ես կարծում եմ կարող եմ ենթադրել, որ հիմնականում պլանը հետեւյալն է, պատերազմը գուցե հիմա մի ինչ-որ ժամանակ հետո ավարտվի, բայց դրանից հետո նոր ինչ-որ պլան է սկսվում իշխանափոխության եւ իշխանափոխությունը ընդհանրապես այս պատերազմի միջոցով չի լինելու, կարծում եմ փորձ է կատարվելու ներքին ինչ-որ պես ասած ժողովրդին ոտքի անել, բայց չգիտեմ ինչպես գուցե հետո մի քիչ բարձվի եւ հույս ունենալով, որ այդ կետերը արդեն իրենք թիրախավորել են, ժողովրդին սանձելու հնարավորություն չի լինի, արդեն ներսից կարողանան այդ իշխանափոխության հասնել, որտեվ եթե հետեւած լինեք, Թրամփ այսօր շատ հստակ ուրեմն հայտարարեց, որ իրենք Իրաքի օրինակին չեն հետևելու, գիտեն թե Իրաքում ինչ տեղի ունեցավ։ Վենեսուելայի օրինակն է, չի կարելի Իրանում կրկնել, քանի որ բնականաբար դա հնարավոր չէ, ուրեմն մնում է մեկ տարբերակ, այդ որ ես ասացի, ես կարծում եմ հենց այդ ուղղությամբ հիմա առաջնորդվում։ Պարոն Մարգարյան, ստացվում է այնպես, որ Իրանը ունի նոր գերագույն հոգևոր առաջնորդ, դա Ալի Խամենեի որդին է, բայց Թրամփը չի ընդունում Խամենեի որդուն որպես Իրանի գերագույն առաջնորդ, ավելին ասել է, եթե պետք լինի, հաջորդ թիրախը կդառնա նաև Մոջթաբա Խամենեին։ Հիմա ինչ է ստացվում, հա, նախ ինչ մեսիջ է տալիս Իսլամական Հանրապետությունը որդուն Խամենեի որդուն դնելով երկրորդ հաջորդ գերագույն առաջնորդ եւ ընդհանուր առմամբ ընկալումները ձեզ ինչպես են, արդյոք նրա շուրջ կարող է համախմբվել ամբողջ երկիրը, որովհետև ըստ հարցումների, հա, ճիշտ է, արտաքին քաղաքական գերատեսչությունում Մոջթաբա Խամենեին ունի այն բարձր դիրքը, բայց հոգևոր այդ ասպարեզում այդքան էլ հայտնի չէ եւ չի սատարվում։ Տեսեք, մի շատ պարզ իրողություն արձանագրենք, որ մոտավորապես 24 ժամից ավել, կարծեմ արդեն 2 օր եղավ, որ այդ ընտրությունը կատարվել է, պաշտոնապես հայտարարել է, բայց դեռ որևիցե տեղ ոչ ելույթ է եղել իրենից, ոչ ելույթով է հանդես եկել, ոչ նույնիսկ ձայնագրություն է իրանից հրապարակվել, ոչ տեսագրություն, այսինքն որևիցե տեղ ներկայություն չի եղել։ Մի տեսակ առաջի օրն էլ, որ լուր տարածվեց, ասեցին, որ ինքը իր հոր հետ այդ սենյակում եղել է, իր զոհվելու մասին լուրեր տարածվեցին, հետո հերկվեցին, իր մայրը եւ կինը զոհվել են։ Մի քիչ անորոշ, այսինքն, քանի որ իր բացակայությունը մի քիչ լուրջ կասկածներ է հարուցում, որ իսկապես ինչ իրականություն։ Պիտի սպասենք, կարծում եմ մի քիչ համբերենք, տեսնենք իրականության մեջ ինչ է անցնում դառնում։ Ես այս մասին գրել եմ, հիմա երբ ասում եմ Թրամփ, խոսքս ուղղակի Թրամփ անձնավորություն է, այսինքն այդ անհատը չի, որ մենք իրեն տեսնում ենք, այդ խումբը որ էս պատերազմը սկսել է եւ շարունակում է։ Դրա թիկունքին բնականաբար Թրամփը եթե հայտարարություն է կատարում, իր սեղանին դրվում են տեղեկությունները թե գալիս են Միացյալ Նահանգների, թե Իսրայելի, ասինքն հետախուզական կառույցներից, հսկայական տեղեկություններ են իրենք տիրապետում եւ կարողանում են դրա վրայից պլաններ մշակել։ Ես հավատացած եմ, որ Թրամփը մի տեսակ տարավ այն ուղղությամբ, որ ուղղակի հենց այդ ընտրությունը կատարվի, որտեղ դա իր համար ամենաձեռնտու ընտրությունն էր Թրամփի համար, որ Մոջթաբա Խամենեին ընտրվի երկրի առաջնորդ։ Մի քանի պատճառներ ունեմ դրա համար, որովհետև հիմա եթե մինչև հիմա այս փուլը շատեր օրինակ այնպես են ասում, դե լավ նպատակը օրինակ Ալի Խամենեին էր, դու իրան վերացրեցիր, հիմա այստեղ կարելի է պատերազմը շարունակելը անիմաստ է, հիմա ուրիշ մեկը կգա, քաղաքականությունները կփոխվի, կկարողանանք ելի դիվանագիտության դուռ բացենք։ Մոջթաբա Խամենեի ընտրությամբ մի տեսակ կարծես Իրանի կողմից ուղերձ է գալիս, որ ոչ չել չի փոխվել, ամեն ինչը նույն հունով շարունակվել է։ Եվ դա Թրամփին առիթ է տալիս, որպեսզի կարողանա այդ պատերազմը որքան ուզում է ինքը շարունակել եւ ընդհակառակ եւ նաեւ ինչ որ համախմբում ստեղծել դերսում, հիմա եթե Եվրոպացիների մոտ ինչ որ
պես ասած տարակուսան կար, որ կարող է հիմա ինչ-որ բան փոխվի, հիմա տեսնում եք երեկվանից հետո Եվրոպայից եկող հայտարարությունները շատ ավելի կոշտ են դարձել։ Գերմանիայի ուրեմն կանցլերը հայտարարեց, որ Իրանի իշխանությունը պետք է փոխվի, Եվրոպայի, եթե չեմ սխալվում, հանձնաժողովի նախագահն էր նման հայտարարություններ կատարեց։ Արաբական երկրների կողմից կոշտ հայտարարություններ են գալիս, Եգիպտոսը հայտարարեց, որ գուցե իրենք փորձեն արաբական ճակատ ձևավորել։ Մի տեսակ Թրամփը կարծես հասնում է իր նպատակին, այդ կարողանալ արտաքին ինչ-որ ճակատ ձևավորել Իրանի դեմ։ Ինչ-որ գուցե ուրիշ ընտրություն այդ հնարավորությունը Թրամփից ուրեմն խլեր, բայց հիմա այդ ընտրությունը, որ կատարվեց, այդ կարծեմ Թրամփի համար ձեռնտու է։ Մեկ այլ կարևոր հարց էր կա, որ ընդհանրապես մենք երբ նայում ենք միայն պատերազմի այսքանի օրերն ենք փորձում վերլուծել, բայց կարծում եմ Իրանի ներքին խմորումներին պետք է նայել շատ ավելի այսպես մեծ փաթեթի մեջ պետք է նայել, որ դա գուցե մի քանի տարվա, այսպես ասած, պիտի հետ վերադառնալ եւ այնտեղից նայել, որ Մոջթաբա Խամենեու առաջնորդ ընտրվելը նոր թեմա չի, մոտավորապես շուրջ 2-3 տարի է Իրանում արդեն հոգեվոր առաջնորդի հիվանդության պատճառով քննարկվում էր Տերանից հետո ով պետք է ստանձնի այդ պաշտոնը եւ հիմնական տեխնատուներից մեկը Մոջթաբա Խամենեին էր եւ իր դեմ խիստ բացասական մոտեցումներ կային հենց Իրանի իշխանական վերնախավում, քանի որ այնպես ասած թագավորական ժառանգականության այդ հարցը կար, որ հորից երեխա որդուն փոխանցվի, այդպես ասում են դե լավ թագավորական տպավորություն ասկրեցնում, որ Իրանում էլ արդեն դա կրկին ժառանգական տեսք հաստանում։ Բացի այն, որ դուք նշեցիք, արդեն իր հոգևոր, այդպես ասած, գիտական մակարդակի խնդիրը կա, որտեղ Իրանի սահմանադրությունը շատ հստակ է այդ կապակցությամբ, որ առաջնորդի պաշտոնը ստանձնողը պետք է լինի բարձրաստիճան հոգևորական ու միևնույն ժամանակ գործադիր, այդպես ասած, փորձ պետք է ունենա երկրի կառավարման փորձի համակարգում աշխատած լինի։ Դրանք որևիցե մեկը Մոջթաբա Խամենեին չի լրացնում, այսինքն չունի, եւ դա շատ լուրջ կասկածներ առաջացնում, թե ինչա տեղին է։ Ես կարծում եմ Թրամփը նաև տեղյակ են այս տարաձայնությունների կապակցությամբ, որ Իրանի այդպես վերնախավում գոյություն ունի եւ հիմա մղելով Իրանին, որպեսզի այդ ընտրությունը կատարի, հույս ունեն, որ դա հետագայում նաև ճաքեր է տալու, այսինքն Իրանի իշխանության վերնախավով, որտեղ վերջնաշով այդ հակասությունները կա։ Ամեն դեպքում Իրանի ժողովրդի մի խոշոր մասի մոտ ամեն դեպքում բացասական վերաբերմունքը չժխտենք, այսինքն սա իրականությունն է, ես չեմ ասում, եթե գնաք ամենտեղ նայեք վերջի շրջանում այդ կապակցությամբ գոյություն ունեցել։ Մոջթաբա Խամենեին մի տեսակ տեսել են վերջի շրջանում կուլիսներում կանգնած անձնավորություն, որը այդպես ասած դերակատար է եղել եւ այդպես դրական չի ամեն դեպքում վերաբերմունքը իր հանդեպ։ Ես կարծում եմ այս ընտրությամբ նաեւ Թրամփը մի հայացք ունի դրան, որ հետագային կարող է դա ինք ծառայեցնելով ներքին ինչ-որ այդպես ասած ընդվզումներ ձևավորել։ Մյուս կողմից Իրանը ուրիշ ընտրություն էլ չուներ անելու, որտեղ եթե ուրիշ ընտրության գնար, նշանակում էր, որ Թրամփի դիմաց զիջումների է գնացել, դա էր իրենց ձեռնտու չէր, իրանք ունեին մեկ ընտրություն, կարծում եմ այս փուլում եւ այս ընտրությունն էր, որ կատարեցին, ամեն դեպքում լավ ընտրություն չի, բայց գուցե իրենց միակ ընտրությունն էր, որ կատարեցին։ Թրամփը մի խորամանկություն էլ որ անում է, եթե նկատի ունեք վերջի շրջանում, նույն այդ տարաձայնությունները չարաշահում է։ Մեկը միշտ մեկ հայտարարում է, որ ես մտքիս մեջ ունեմ ինչ-որ մեկի, որ ավելի լավ տեխնացու է Իրանում, կամ այսօր էլ եթե հետևած լինեք, հիմա ձեր ժամանակով 3 հարցազրույցի ժամանակ իրեն հարցեցին այս ընտրության կապակցությամբ, ասեց ես ուրիշ մեկի նկատի ունեմ, եւ իրեն հարցեցին արդյոք դու հետ խոսել ես, ասավ այո, իր հետ էլ խոսել եմ։ Այսինքն մի տեսակ ինքը փորձում է այդպիսով նաեւ Իրանի հետ իշխանական խավում, այդպես ասած պարակտում ստեղծել, հիմա Հաֆսատը դրանից հետո մարդիկ սկսելու են վերևում նայել ում է դա խոսացել, ով է եղել դա։ Հասկանում եք, մի տեսակ այդպես ինքը փորձում է այդպիսով պարակտում սերմանել նաև այդ իշխանական խավում եւ այդ խնդիրն են առաջ տանում։ Ամեն դեպքում ես կարծում եմ թրախը իշխանապողությունն է Իրանում, նպատակը դա է եղել։ Հիմա դրանք հասնեն թե չէ, կարծում եմ պիտի մի քիչ սպասենք, տեսնենք զարգացումները ինչպես կլինեն։ Կեներիցս մեկը այսօր գրառում էր կատարել, իսկ գրառումից տեղեկացա նոր էր եկել, ուրեմն բարեբախտաբար որքան ես տեղեկացա, ուրեմն մարդկային կորուստներ չեն ունեցել բարեբախտաբար, այդպես դժվարներ կամ կորուստներ չկան, բայց այդպես ասած նյութական վնասներ կան, ունենք մեկ միություն Իրանի Մաջիդիե թաղամասում, մենք Զեյթուն ենք կոչում դա, այդ կենտրոններից մեկն ա եղել, որ վերջին օրերի ընթացքում թիրախ է դարձել հարձակումների, ուրեմն Իրանահայ ազգային մշակութային միություն, մենք ԻԱՄՄ ենք ասում, այնքան տեղեկացել իր շենքը լրջորեն վնասվել է, նաև հայերին պատկանող բնակարաններ են
ուրեմն այս դեպքից դուժել, բայց հիմա հետաքրքիր է, որ ընդհանրապես մեր Սփյուռքի գործերի գլխավոր անձնակատարը կամ իշխանությունները ընդհանրապես լռում են, չեն հետաքրվում։ Այս տեղեկությունները իրանք հիմնականում պետք է ստանային, շատ հեշտ է դեսպանատունից այս տեղեկությունները ստանալ, հաստատ կապեր ունեն, բայց դե մի տեսակ կարծես էշիականություն քնած են, ոչ մի տեսած ոչ հետևում են, ոչ էլ ամառներ կարևոր է, թե հայկական համայնքը ինչ վիճակի մեջ է այնտեղ։ Իսկ ինչ էր ասում օրինակ ձեր ընկերը, եթե օրինակ խոսել եք կամ գրառումը տեսել եք, ընդհանուր առմամբ վիճակը ինչպես է, հայերի մոտ չկա։ Անորոշություն, ես գրառուն եմ կարդացել եւ ինք հիմնականում խոսում է շատ ոչ անորոշություն կա, որովհետեւ չգիտեն իսկապես հիմա իրավիճակը ինչպես է լինելու, ինչ ուղղությամբ է գա, այդ անորոշություն ամեն դեպքում իհարկե ծանոթել ունեմ, հնարավոր է եղել իրանց հետ խոսել, նույն անորոշությունն է, ռմբակոծություններ, ես ինքս ապրել եմ 8 տարի այդ պայմանների մեջ Իրանում, գիտեմ ինչպիսի իրավիճակ է, հրթիռների տակ ապրել, հիմա սա ավելի սարսափելի ձևով բնականաբար տեղի լինում եւ այդ անորոշությունն ամեն դեպքում վատ է, որովհետեւ աշխատանք չկա, դպրոց չկա, ամենտեղ փակ է եւ չգիտես երբ այս ամեն ինչ ավարտվելու, այդ երբ ավարտվելը չիմանալ արդեն ինքը սարսափելի մի բան է եւ ժողովուրդը հիմա դրա միջով անցնում են, հույսով եմ, որ ինչքան շուտ այս արավիրքը վերջ կգտնի, ամեն դեպքում պատերազմի մեջ լավ բան չկա եւ հնարավոր կլինի, այսպես ասած, խնդիրներ ավելի դրական հանգուցալուց։ Տեսեք, ընդհանուր առմամբ տարածաշրջանը Մերձավոր Արևելքը եռում է, բայց Հայաստանի իշխանությունները կարծես որևէ գործուն քայլ չեն կատարում, գոնե սահմանների ամրության մասով։ Տեսանք, որ իրանական հրթիռը հասավ նախ Թուրքիա, հետո Ադրբեջանը թիրախավորեց, նաեւ խոսքեր գնում փակվեց Ադրբեջան-Իրան սահմանը տևական ժամանակ 2 օր ավելի ճիշտ, հետո հիմա արդեն 3 բացվեց, խոսքեր գնում նաև օգտագործելով Ադրբեջանի տարածքը, նաև Թուրքիայի տարածքը ցամաքային ներխուժում պլանավորել դեպի Իրան, որոշ աղբյուրներ էին դրա մասին գրում, բայց հերքվեց այդ լուրերը։ Ինչ է ստացվում, հա, մենք գլոբալ առումով Հայաստանը հիմա կանգնած է աշխարհաքաղաքական քարտեզի ձևափոխման շեմին, հա, ու մենք դրան ականատես ենք լինում։ Հիմա մեր տարածաշրջանում ինչպիսի դրություն է եւ հետագայում պատերազմի դադարից հետո հստակ այլ Իրան է լինելու։ Այդ Իրանը արդեն ինչպիսի դիրքավորում կունենա մեր նկատմամբ, եթե օրինակ Հայաստանը նման չեզոք անգամ հայտարարությունների մակարդակով որևէ հայտարարություններ չհնչեցին, թեկուզ եւ պատերազմը դադարեցնելու մասով։ Այսինքն կարծում եմ Իրանի ապագա քարտեզը կապվում է նրանով, թե պատերազմը երբ ավարտվի եւ ինչպես ավարտվի, դա չափազանց կարեւոր գործոն է։ Ինչքան շուտ դա ավարտվի, կարծում եմ ավելի կարելի է հույսեր ունենալ, որ որից հետպես աշխարհագրական մեծ փոփոխություններ չլինեն, ինչը մեզ համար ավելի նպաստավոր կլինի։ Բայց ինչքան պատերազմը ձգձգվի, հնարավորությունները ցավոք սրտի մեծանում են, որովհետեւ այդ քննիները, որ դուք ասեցիք, ուրեմն շատ լուրջ է քրդերի հարցը, որ հաճախ խոսվեց, նաեւ ադրբեջանցիների եւ Ադրբեջանի գործոնը, դրանք շատ լուրջ են։ Թրամփը դրանք նաև, այսպես ասած, դիտարկում է որպես իր գուցե պլան B կամ պլան G, որոնք կարող է հետագային օգտագործել։ Բայց մի ժամանակ ասեցին, որ բանակցության մեջ է քրդերի հետ, հետո հերքեցին, ասան բանակցություն չի եղել, հետո ասեցին զինում է թուրքերին, քուրդերին, հետո ասեց չենք զինում, երեք ասած քուրդերը արդեն պատրաստում էին ներս մտնել, ես չթողեցի ներս մտնենք։ Շատ պարզ է, որ ինքը խաղում է այդ խաղակարգի հետ, փորձում է Իրանին սպառնալիքների հետ տեսածած հիշեցնել, որ ինչ հնարավորություն ինքն ունի, եթե Իրանը այդպես ասած չանձնվի։ Նաև Ադրբեջանի ուղղությամբ երեք արդեն երկրորդ հրթիռը Թուրքիայի կողմը գնաց եւ լուրջ խնդիրներ առաջացրեց Թուրքիայում Իրանի դեսպանին, կանչեցին Ադրբեջանի դեպքում նույնա տեղի ունենում։ Ամեն դեպքում այս վտանգը չափազանց լուրջ է եւ ես կարծում եմ որպես պլաններից մեկը, եթե օրինակ այս իրավիճակով որ գնում է պատերազմում չկարողանա Միացյալ Նահանգները հասնի նպատակին կամ Իսրայելը, հետո գուցե այդ պլանները փորձեն դիտարկել, հույսով եմ, որ այդտեղ չի հասնի եւ այդ աշխարհագրական քարտեզը չի փոխվի։ Բայց մեր իշխանությունների մա վերաբերմունքը չափազանց, այսպես ասած, հետաքրքիր։ Օրինակ Ադրբեջանի դեպքում տեսակ ինչպիսի կոնֆլիկտ առաջացավ այդ դրոնի կապակցությամբ, որ գնաց Ադրբեջան, այդ խնդիրներ որ առաջացան, բայց տեսնում ենք այսօր Ադրբեջանից հումանիտար օժանդակության բեռնատարներ են ուղղվել Իրան, այսինքն Ադրբեջանը կարողանում է այդ դիվանագիտությունը վարել, այսինքն միևնույն ժամանակ, որ ամենախիստ կերպով իշխանությունների հետ վարվում է, վերաբերվում է, այդպես ասած, փոխանակումներ են լինում ուղերձների ամենակոշտ կերպով, բայց հումանիտար օժանդակություններով ժողովրդին պահում է իր կողքին, բայց մեր իշխանությունները ընդհանրապես մի հատ ցավակցական ուղերձ ըղելով կամ մի հատ շնորհավորական ուղերձ ըղելով նորահոգևոր առաջնորդին, դրանով կարծես սահմանափակվում են կամ չգիտեմ որտեղից են իրենք հանգստանում այդքան գնան։ Ես եմ համեմատեք դիվանագիտությունը, որ օրինակ Ադրբեջանն է վարում, հիմա ինչքան տարբեր է Հայաստանի վարած դիվանագիտության հետ, որը միայն այդպես մի քանի ուղերձներով հիմա վախից ակամ չգիտեմ ինչից է, միայն դրանով են սահմանափակվում, դրանից առաջ չեն գնում։ Ինչը ամեն դեպքում պիտի հասկանանք, որ մենք
երկու բան պետք է առանձնացնենք, մեկը Իրանի իշխանությունները, մեկը Իրանի ժողովուրդը։ Հիմա իշխանությունները այսօր կան, վաղը չեն լինի, ինչպես Հայաստանում, ինչպես ցանկացած երկրում, բայց Իրանի ժողովուրդը այդտեղ կա եւ Իրանի ժողովուրդը այսօր տուժում է գուցե հումանիտար օժանդակությունների կարիք ունի եւ դա ընդհանրապես իշխանությունների հետ առնչվող խնդիր չի, դա պետք է ասեմ իր Հայաստանի իշխանությունները կարողանան առանձնացնել, ինչ Ադրբեջանը կարծեմ կարողանում է առանձնացնել, որտեղ իր հարևանության հումանիտար օժանդակությունը ուղարկում ուղղակի հենց ադրբեջանցիներ են Ատրպատականի ադրբեջանական ծագում ունեցողներ են, բայց Հայաստանը օրինակ այդ գործոնը չի կարողանում օգտագործել այդ ժողովուրդների միջև բարեկամությունը, այդպես ասած, գործնական հողի վրա բերելու եւ այդպես հայտարարություններով դժբախտաբար սահմանափակվել է։